Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գեղարքունիաց թեմի 6 համայնքներից շուրջ 240 երեխա մասնակցեց Պարի փառատոնին, որը կազմակերպել էր Կամուրջ մշակութային կենտրոնը։ Ոչ միայն պարել, նաև նկարել, երգել եւ այլ հմտություններ այս երեխաները սովորել են եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնած շարժական սոցիալական կենտրոն ծրագրի շրջանակում։ Համայնքային պատասխանատուների եւ թեմական առաջնորդների հետ համագործակցաբար ծրագիրն իրականացվում է 5 սահմանամերձ մարզերում՝ Արարատում, Լոռիում, Շիրակում, Տավուշում, Գեղարքունիքում։ Կարիքի գնահատման արդյունքներով պարզ դարձավ, որ ի թիվս այլ խնդիրների կրթական համակարգը ևս ունի մի շարք բացեր, այդ թվում մասնավորապես արտադպրոցական ծրագրերը եւ սահմանամերձ շրջաններում հիմնականում։ Երեխաների ինքնագնահատական, ինքնավստահությունը, ստեղծագործ միտքը, թիմային աշխատանքը, այս ամբողջը այն հիմնական հմտություններն են, որ երեխաները իրենք ձեռք են բերել եւ զգում են իրենց վրա արդեն այդ մեծ առաջընթացը։ Նախաձեռնությունը մեկնարկել է Գեղարքունիաց թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի օրհնությամբ եւ մենք ինչու ենք նաեւ հատկապես կարեւորում նման նախաձեռնությունների ակտիվությունը, որովհետեւ այն համոզումը ունենք, որ յուրաքանչյուր երեխա իր մեջ Աստծո կողմից տրված շնորհներ ունի եւ այդ շնորհները մենք մեծահասակներս պիտի օգնենք գտնել։ Հատկապես ամռան ամիսներին, երբ երեխաներն ավելի շատ են ազատ ժամանակ ունենում, արտադպրոցական խմբակների դերն ավելի է կարևորվում։ Դա թվային հարթակներից կտրվելու, նոր շնորհներ սովորելու, ազգային մշակույթին ծանոթանալու հնարավորություններ է տալիս, իսկ դրա կարիքը մարզերում նկատելի է, ասում են ծրագրի պատասխանատուները։ Սովորել եմ Քոչարի պարը, որը մեր պապերն են պարել, նաև Յարխուշտան է մեր պապերը պարել։ Քոչարին պարել են այն ժամանակ, երբ որ նրանք պատերազմ էին եւ հաղթանակած են տուն վերադարձել։ Ծնողների համար ոչ միայն հունիսի 1-ը, այլև տարվա բոլոր օրերն են նվիրված իրենց երեխաների պաշտպանությանը։ Տարբեր են պաշտպանության միջոցները։ Խոսում ենք իրենց հետ շատ, փորձում ենք հեռուստացույցը բացառել, խաղերից համակարգչային հեռու պահել, շատ կարդում ենք, շատ խաղում ենք։ Հագեցած օրենք ունենում։ Չի բացառում նաև այն դեպքերը, երբ որ կարող են մասնավոր դեպքեր լինել, որ ունենան պաշտպանվածության կարիք, բայց ես կարծում եմ, որ այսօր ծնողները ավելի երեխայապաշտ են ու իրենք շատ լավ կարողանում են այդ ծնողավարությունն էլ կազմակերպել, պաշտպանվածությունն էլ բոլոր հարթություններով։ Հաջորդաբար ելույթ ունեցան ծրագրում ընդգրկված մյուս մարզերի պարային խմբերը ևս։ Կլոր սեղան հիմնադրամի շարժական սոցիալական կենտրոն ծրագրի նպատակն է հոգևոր եւ համայնքային գործընկերների ջանքերը մեկտեղելով մշակութային կրթությամբ նպաստել նոր սերնդի դաստիարակությանը։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։